Ժողովրդյան ողջույն, հարգանքներս բոլորիդ։ Ճիշտն ասած, այնչից որ պիտի խոսենք, մտածում էի համառոտ տեսանյութ պատրաստեի, թե եթերանը։ Այնուամենայնիվ կանգ առա այն մտքին, որ կարելի է եթերով դա ցույց տալ եւ մի փոքր էլ զրուցել նմանատիպ թեմաներով։ Ամեն դեպքում կարճ տեսանյութերը իհարկե իրենց էֆեկտիվությունը ունեն, դիտողականությունը եւ այլն, բայց դե այստեղ ինքնագովազդով չենք զբաղված, երբեմն ուզում ենք նաեւ այլ կարծիքներ լսել ու բարձրաձայն քննարկել այդ ամեն ինչը։ Թող մարդիկ տեսնեն, թե հասարակությունը նաեւ ինչպես է մտածում, ինչպես է մտորում, ինչի է դա համաձայն, ինչի հետ ոչ։ Ես խնդրեմ, որպեսզի ովքեր բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեն իմեջին, իսկ համառոտ եթերների շարք իսկապես զուգահեռաբար տեսանյութերի շարք անհրաժեշտություն կա երևի սկսելու, որովհետեւ YouTube-ը Հայաստանում նույնպես սկսում է մոնետիզացվել եւ հուսանք, որ կկարողանանք այդպես նաեւ որոշակի ձեռքբերումներ ունենալ մեր որակական հատվածով։ Ուրեմն վերնագրիրը երևի արդեն տեսեք ինչ է ստացվում։ Մոտավորապես 90 օրից մեր ընտրություններն են եւ որոշվելու է այո Հայաստանի Հանրապետության ճակատագիրը, սա չափազանցություն չի, չնայած շատերը փորձում են նվաստացնել այս մոտեցման դերը եւ կարեւորությունը, որոշակի ծաղրելով եւ այլն, բայց դա հենց այդպես է որ կա, ուզեք թե չուզեք։ Հիմա ես ցույց կտամ ինչի մասին է խոսքը։ Եվ դարձյալ խոդի են գծել ամենակեղտոտ մոտեցումները, դեռ 5-6 տարի առաջվանից ինչ որ խոսում էին, հետո մի 2 տարին վերջի 3 տարին այդքան էլ չէին խոսում, հիմա update են արել, բացել են երևի կոմպերը, նայել են ինչերից են խոսել, նորից փորձում են բերեն առաջին պլան, բայց ասեմ որ ինչը բերեք առաջին պլան, նենցա որ մենք էլ հակադարձել ենք ձեր մուտի լովկեքին, մենք էլ դրանք կբերենք առաջին պլան, հակադարձումը նույնը կմնա։ Հանգիստ եղեք, ես չմտածեք։ Հիմա ես հասկանում պիտի ձեզ ցուցադրեմ մի նյութ, ժողովուրդ ջան, տեսանյութ։ Բոլորդ էլ ճանաչում եք երևի Անահիս այդ աղջկա անունը, մի տեսանյութ էր հրապարակել, հարցը Անահիսը չի ու այս եթերներ նրան չի նվիրվում, պարզապես քանի որ նա ամփոփ ներկայացնում է մոտավորապես այն նարատիվները, որոնք որ մենք sense խառը-փնթի տեղերից տեսնում ենք, դրա համար այդպեսով կներկայացնենք, այսինքն այս հակադարձումը Անահիսին չի վերաբերում, եկեք ինքը անուղղալիա չի հասկանալու, բայց իհարկե կփորձեմ խոսել դույով նրա հետ, բայց դա վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր որ այս նարատիվներն են փորձում առաջ տանել։ Գնացինք, եթե պատրաստ եք, ժողովուրդ ջան։ Տեսեք, հիմնականում Արցախի հարցադարձել շահարկվելու բնականաբար շահարկվելու են զոհերը, նրանք հանգիստ չեն տալու զոհվածների հարազատներին, դա մոռացեք, շահարկվելու է Սյունիքի մարզը, շահարկվելու է Մերձավոր Արևելքում այն ինչ որ տեղի է ունենում, իսկ Հայաստանում ինչու տեղի չի ունենում։ Այս ամեն ինչը շահարկվելու է եւ իհարկե մի արտասովոր նախադասություն ես հիմա պիտի ասեմ, երևի ուշադիր չեք եղել, ինչեւ նյութը ցույց տալը։ Ուրեմն սրանք ինչ են սիրում են ստեղ այնտեղ նստեն, ասեն, այդ խաղաղությունը մեր ժամանակա խաղաղությունն եղել, դուք պատերազմի իշխանություն ունեք, խաղաղություն, արա, ինձ մոտ մի տարրական հարց է առաջանում, էլի։ Երբ որ Հայաստանի Հանրապետության վիճակը վատ էր, ժողովրդի վիճակը ծանր էր, դուք ինչ ուզում անում եք, միտինգ էինք անում, մոտենում եք, ասում եք ինչ եք ուզում, բա պատերազմական վիճակում ենք, բա պարզա որ կյանքը վատ կլինի։ Այսօրվա դրությամբ ասում եք սա պատերազմ բերող է, մեր ժամանակ խաղաղություն էր։ Ախպեր, հիմա երբ եք դուք խապել, հիմա եք խապում, թե ժամանակ եք խապել, թե երկուսն էլ խապում եք։ Այդ կողմնորոշվեք, էլի, որովհետև ձեր ժամանակների վատ կյանքը դուք բան եք անում, արդարացնում եք պատերազմով, այսօրվա դրությամբ էլ խապում, ասում եք, չէ, մեր ժամանակ հանգիստ եղել, պատերազմ չի եղել։ Կենտրոնացեք մի հատ։ Ամեն դեպքում, հիմա նյութը ցույց տամ ժողովուրդ ջան, դրա վրա կշարունակվի արդեն եթերը։ Չնայած կրկնում եմ, որ ես ուզում եի սա տեսանյութով անդրադառնայի կարճ համառոտ, բայց չգիտեմ, այսպես ստացվեց։ Եկեք լսենք։ Եկեղեցի գնացող հավատալով մենք չընտրվեք կոմիսիոն։ Ուրեմն ինչ արել։ Գևորգ Պապոյանը մի հարցազրույց էր տվել, բարձ հստակ հայտարարել էր, այն ինչ որ հայտարարել էր, կարելի էր դրա շուրջ բանավիճել, կարելի էր ասել, որ մի քիչ սուր է երևի խոսույթը, կարելի էր մի քիչ ընդունել կամ չընդունել, բայց այս ասես բեզալաբեռնի մոտեցում ցուցաբերել ես իսկապես ինձ համար բան։ Ու դրել է իր մոտեցում Գևորգ Պապոյանի ասածները, ու ինքը փորձում է իբր վրան բան անել։ Խնդրեմ, եկեք նայեք։ խաղաղություն չի լինի։ Հայաստական բանականները կամենասը։ Մենք չընտրվեք կոմիսիոն, դրիպ չի լինի։ Խաղաղություն չի լինի։ Հայաստական բանականություններ չի լինի։ 4 միլիարդ դոլար ներդրումներ չի լինի, դրանք չեն լինի։ Իրանք ասում են, որ եթե իրանք չլինեն, խաղաղություն չի լինի, պատերազմ կլինի, դրիպ չի լինի։ Մի խոսքով արևը այլևս չի ծագի։ Հիմա մեկը չկա իրենց բացատրի, որ արևը ծագում էր մինչև ցես, ու այդ արևը ծագում էր նաև հայկական Արցախում։
Այդ նույն արևը ծագում էր նաև այն 5000 կյանք չտեսած երեխեքի վրա։ Այդ նույն արևը ծագում էր Սփյուռքի հայ վրա, երբ որ Սփյուռքի հայը հպարտ էր քայլում որպես հայ, արժանապատվությամբ էր ասում. ես հայ եմ։ Ու այո, եթե դուք գնաք շատ բան է փոխվելու։ Վերջապես եկեղեցի գնացող հավատավորը էլ չի մտածելու, որ եկեղեցի գնա, որ հանկարծ սրբազանը տիրադավ չլինի, որ եկեղեցի գնա, որ քահանան քահանա լինի, ոչ թե կարգալույց արված աշխարհիկ։ Ու պատերազմ էլ չի լինի, որովհետև դուք ամենաշատ պատերազմ բերած ղեկավարներն եք այս երկրում։ Ու հա, ձեզանից հետո եկողին ուզում եմ ասել, որ դժվար է լինել։ Պետք է նենց անես, որ հայերը նորից սկսեն իրար սիրել։ Քեզ դժվար է լինելու, բայց վստահ եմ, դու ուժեղ կլինես։ Թմեք չընտրել։ Այսպեսի ազդեցիկ երաժշտությունով, կողքից կադրերով համեմված, որ հնարավորինս ազդեցիկ լինի, մի 15000 հոգի էլ լայքել է, որովհետև երևի կարոտ է իր խախանդ ապրել է կյանքը եւ այլն։ Այնուամենայնիվ ես այստեղ ունեմ ասելիք։ Անայսին կուզես քեզ կասեմ, կուզես դույով քեզ չի վերաբերում, sense մտածողների դա վերաբերում։ Ինչն ես ծաղրում։ Ասում ես, գիտեք, տեսեք ինչ են ասում են մենք որ չլինենք trip-ը չի լինի, այսինքն ինչ, դու կարծում ես որ քո ուզած մարդիկ լինեն trip-ը լինելու։ Արի ես քեզ հուշեմ, այստեղ այս խոսքի ճշմարտությունը ինչու՞մն է կայանում։ Այո, որովհետև ռուսամետ ուժերի հետ չի կարող trip ուղի գործարկվել, չի կարող։ Ասեմ նաև ինչու։ Ոչ միայն նրա համար, որ նրանք ռուսամետ են ել Միացյալ Նահանգներն, այլ նաև նրա համար, որ ռուսամետ ուժերը, դրանք են դաշնակներ, հանրապետականներ, Տաշիր Սամոյա խառը, Լևոն Տեր-Պետրոսյանը խառը, Վանեցյանով, Մանեցյանով, Ծառուկյանով, չգիտեմ, Թևանյան Անդոբան, ովքեր որ տապանի մեջ են տեղավորվել արդեն։ Մի խոսքով, այս ամեն ինչը ռուսական թևն է։ Ոչինչ որ ռուսական թևն է, կլինի պատահում է, բոլորից հետ էլ վատ դեպքեր պատահել են, բայց դնենք դա մի կողմ, դες ինչ է ստացվում։ Նրանք իրանց բերանով ասել են, որ օգոստոսի 8-ը ավելի վատ պայմանագիր է, քան նոյեմբերի 9-ի պայմանագիրը, եւ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի պայմանագրին։ Իմիջիալոց դու այդ ժամանակ ծառայում էր նրանց ու ասում եք, որ նոյեմբերի 9-ի պայմանագիրը կապիտուլյացիա է, այսինքն դուք ըստ տրամաբանության ցանկանում եք վերադառնալ ձեր պատկերացած կապիտուլյացիային։ Սա մեկ, երկրորդ, իսկ ինչա դա ենթադրում։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում իհարկե Միջանսկի մասին խոսք չկա, բայց քանի որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին խոստացել էր Մեղրիով Միջանսկից, այդ թեման պահել էին ադրբեջանցիները դարակում եւ երկար տարիներ աշխատելով իրենց մյուս գործընկերների հետ, մեր ի տարբերություն մեզ էլ մենք մենակ Ռուսաստանի հետ քոձի նման ապրում էինք իր թևի տակ։ Իսկ Ադրբեջանը այդ ընթացքում արտաքին դիվանագիտություն էր վարում, ստեղծեց կոնսենսուս, ընդհանուր շահերը մատնանշեց, ցույց տվեց։ Մի խոսքով, ու տեղի ունեցավ այն ինչ որ տեղի ունեցավ եւ հետո հիշեցրեց, որ գոյություն ունի միջանցք հասկացողություն առհասարակ։ Իհարկե այդ փաստաթղթերը հետո հրապարակվեցին, ընդ որում ոչ ԿՊ-ական որևիցե էջով, հենց ազատությունով, հետո վերահրապարակվեցին եւ այլն, եւ Ռուսաստանն էլ ճնշում էր Հայաստանին, իմիջիայլոց Ադրբեջանին էլ անընդհատ քսի էր տալիս մեզ վրա։ Հուշեմ քեզ, որ ոչ մի ռուս զինվոր հայ զինվորի կողքը չի պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը, ոչ մի։ Այնինչ դա ինձ պարտավորություն էր, մինչեւ հիմա Հայաստանի Հանրապետության սահմանի տեղն են փնտրում, չեն գտնում։ Ուրեմն ռուսները ճնշում էին Ադրբեջանի միջոցով, ու հիշեցնեմ էլի, որ բանը պետք է այդ միջանցքը լինի եւ FSB-ն կանգնի այնտեղ, այսինքն դու անայս ասում ես, որ եթե լինեն ռուսական ուժերը, այդ ուժերը դուք դրանց քաղաքական ես որակում, ես խուլիգանական ոչինչ, դունենք դա մի կողմ։ Այդ ուժերը կարողանալու են այնպես անել, որ Մեղրին կամ Սյունիքի մարզը մնա հայկական, իմիջիայլոց դաշնակները մի 004 շրջապերական ունեն, լավ կանես դրան էլ ծանոթանաս, հուշեմ քեզ գլխանց, որ եթե որևիցե մեկը մոտդ կասի, դե դրան բանի տեղ մի դրի անկապ տուղ տա, ձեզ քեզ հուշեմ, որ մի քանի դաշնակներ տարբեր ալիքներով տարբեր բաներ են պատասխանել, ոչ բոլորը խուսափում էին ուղիղ պատասխանից։ Մասնավոր զրույցներում կարող է տենց խոսեմ, բայց հրապարակային բանավեճի ոչ ոք չի գալիս դրա շուրջ։ Սա այսպես։ Ուրեմն, ինչա ստացվում, որ trip-ը այո չի կարող գործարկվել, այսինքն ամերիկյան գործընկեր բանը չի կարող գա այդտեղ գործունեություն ծավալել, որովհետև այդտեղ լինելու է FSB-ն։ Տարական հասարակ բան եմ քեզ ասում։ Ու ռուսական ուժերի ներկայացուցիչներից ղեկավարից որևիցե մեկը, ինչքան էլ Պուտինի հետ քիմիա ունենան, կոշիկ լեզեն սրանարա, ինչ անեն, չեն կարողանալու հանեն այդ դաշտից խոսակցության ու բանակցության գործողության այդ դաշտից անեն։ Դա այդպես է լինել, այսինքն սա քեզ ապացույց, որ չի կարող որևիցե ռուսական ուժի պարագայում trip-ի ուղի գործարկվի այնտեղ, չի կարող։ Բացի այդ, trip-ի ուղին կոնկրետ գիտի ում հետ են բանակցել ինչ են արել ու իրենց վստահությունը կարող է հաստատվել միայն մի պարագայում եւ կշարունակեն աշխատել, ինչի համար պաշտոնապես ասել են հենց նույն Թրամփը, որ այո, Փաշինյան Նիկոլի հետ։ Ես անցնենք առաջ։
ու այստեղ մտավ սրտաճմլիկ հայկական Արցախում էր արևը ծագում էր Հայաստանում հայկական Արցախում այո իհարկե ծագում էր ասեմ քեզ հիմա էլ է ծագում հայկական Արցախում Արցախը մեր սրտում միշտ էլ հայկական է ոնց որ օրինակ արևմտյան Հայաստանի տարածքները միշտ հայկական են բայց քանի որ իմ ու քեզ նման այստեղ մենակ քո վրա չթողնեմ մեղքը իմ ու քեզ նման քաղաքացիները Այնքան էլ հետաքրքրված չեն եղել թե բանակցությունները ուր են հասել, դրա համար եղավ են ինչ եղավ։ Այ քանի որ մեր բոլոր ժամանակների գնդապետները, գեներալները, ռազմական գործիչները, պսևդո-ռազմական համայվում էին միայն իրենց անցյալով, այն էլ շատ երբեմն արհեստական ուրցրած անցյալով, երբեմն իսկապես լավ անցյալ են ունեցել, համայվում են անցյալով ու ոչ մի բան չէին անում ներկայ ու ապագայի համար։ Մի շարք գեներալներ ասում են միլիարդավոր դոլարների մսխելու գործով։ Մի շարք այնտեղ արդեն չգիտեմ ապօրինի գույք եւ այլն բնականաբար մի մասից հետ են բերել, մյուս մասից հետ բերելու են, մի մասից էլ չեն կարող, որովհետեւ այնտեղ այլ բան է գործում, հա, արդեն վաղեմության ժամկետ է գործում։ Չի մեր բանակը, հա դու չես իմանա, դու աղջիկ ես, ես էլ արի շատ բաներ հիմա չխոսամ, բանակից բազմիցս խոսել ենք։ Մեր դիվանագիտական բլոկը որտեղ է ինչ աշխատանք եղել, մենք կարող ենք իմանալ։ Օրինակ Հայաստանի Հանրապետություն առհասարակ զգացմունքներով չեն խոսում սս բաները։ Խոսում են փաստերով։ Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն միջազգային որևիցե կառույցում կարողացել է ինքնուրույն դիրքորոշում հայտնել։ Բացի ու նայ բոլոր դիրքորոշումները համահունչ են Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումներին։ Այսինքն դու մեծ աշխով արտաքին դիվանագիտություն չես ունեցել, արտաքին աշխարհն էլ Հայաստան ասելով հասկացել է Ռուսաստան, վերջ հասկանում ես, թե չես հասկանում դա։ Իսկ Արցախը, այդպես ոնց կես բացատրեմ ավելի հակիրճ 1 միլիարդ անգամ բացատրել եմ։ Տես Արցախը ինքնորոշման իրավունքի մասին էր։ Անվտանգության, որը առաջացել էր անվտանգության կանոնի խախտման հետևանքով։ Եվ Արցախը պիտի ինքնորոշվեր, բայց արի ու տես, որ ինքնորոշվող Արցախին Ռոբերտ Քոչարյանը բանակցությունների սեղանից հանեց, երբ որ Հայաստանի Հանրապետության նախագահ էր արդեն։ Ու ասեց, այդ իր փոխարեն ես եմ իրեն ինքնորոշում։ Հասկանում ես։ Եվ դիվանագիտական պարտությունները սկսվեցին այստեղից։ Այդ դրանից առաջ էլ էին սկսվել, կարող ես հանգիստ լինել։ Այդ ժամանակ էլ էր արևը ծագում իմիջայլոց։ Վաղն էլա ծագելու, մյուս օրն էլա ծագելու, բայց այդ բանակցային թղթերից դու ոնց հասկանում ես, այնքան էլ տեղյակ չես։ Լավ կանես մի հատ ուսումնասիրես։ Օրինակ այդ նույն հայկական Արցախում արևը ծագում էր այն ժամանակ, երբ որ Ռոբերտ Քոչարյանը բանակցում էր, թե բանը Արցախը Ադրբեջանի կազմում ոնց պիտի գոյատևի։ Օրինակ արցախցիները ադրբեջանական անձնագիր պիտի կրեն։ Իմիջայլոց դա բանակցությունների կետերից մեկն է եղել, հրապարակային փաստաթղթեր են ծանոթացի։ Որ հայկական Արցախը, որ այստեղից միլիարդներ էր գնում այնտեղ ու փոշի անում չեզոքանում են այդ միլիարդները։ Այն որ հետո մի հատ սրիկակա էս վերջերս բավականին ակտիվացել էր։ Այն որ հետո դրա տանը գալիս Բալասանյանով փողերն էին կիսում բաժանում դրսից եկած։ Որը այդ Արցախի մասին է խոսքը։ Այն Արցախը, որի ղեկավարները ոչ մի անգամ են 7 շրջաններից որևիցե մեկը այցելած չտային։ Գոնե Քարոզ Արշավին, հա, ասենք լավ, գոնե ընտրությունից հիշում են։ Պարզապես մարդ էին ուղարկում։ Այն Արցախի, որտեղ որ ապրում էին մոտավորապես 250,000 հայ, իսկ հետագայում 2 տասնամյակի ընթացքում մնացին 150,000-ը։ Այն Արցախի, որտեղ անգամ Ռոբերտ Քոչարյանի որդին չի ցանկանում, որ իր երեխան ծնվի վերցում տանում ամերիկաներում են ծնում, որովհետև Արցախի հիվանդանոցները դե երևի այնքան էլ լավը չեն։ Որ Արցախի մասին ես դու խոսում։ Ինչ վերաբերում է մի քիչ էլ առաջ գանք, երբ որ ասում ես 5000 զոհ, ես չեմ հասկանում, հիվանդ եք դուք։ Դուք հիվանդ եք։ Տեսեք, գիտեք, երբ որ թշնամին իմանում է քո ցավի մասին, դու արդեն պարտվել ես։ Հիմա դուք տեղից մեր ցավը ցավ, դուք էլ այդ ցավը ուրճացնում եք, դուք թշնամություն եք անում այս ժողովրդի հանդեպ։ Իմիջայլոց 5000-ներ զորովի չակ, քանի կար 8000 էր, 10000 էր։ Իչակեք, հուշեմ ձեզ, 3833, այս թիվը մշտապես դաջեք ձեր ուղեղի մեջ։ Դաջեք ու այլևս 5000-ի անուն չտակ, որովհետև դուք անգամ 4000-րդի անուն ազգանունը չեք կարող տալ։ Եվ այդ ամեն ինչը փաստաթղթեր են, որոնք գոյություն ունեն անուն առ անուն։ Եվ ես իմիջայլոց խոստացել էի, այ լավ հիշեցի, ու կկատարեմ այդ խոստումը, ես առաջիկայում 3833 զոհերի անուն ազգանուն հայրանուններն ու բնակության վայրերը ծննդյան թվով կնստեմ, չեմ անարի, կկարդամ մի քանի ժամվա եթեր կլինի դա երևի։ Ամբողջը կկարդամ ու վերջում հարցներ կուղեմ, եթե որևիցե մեկի անունը այստեղ ֆիքսված չի եղել, խնդրում եմ ասեք, որովհետև զոհերի թիվը չի կարելի ենթարկել աճպարարության ու քաղաքական դիվիդենդներ շահելու մեխանիզմի կամ մեկի հանդեպ ատելություն գեներացնելու, մյուսի հանդեպ արգան գեներացնելու։ 3833-ն են։ Եվ համերգը ճշտենք, ճիշտ է թե չէ։ Կլինի ինչ արձագանք կլինի։ Շարունակենք։ Սույնտիկին ասում է, այդ ժամանակ Սփյուռքի հայը հպարտությամբ քայլում էր, որ ինքը հայ է։ Գիտես ինչ, սա թերևս ամենաախմախ արտահայտությունն է։ Իհարկե, շատ լավ երկիր էր։ Արհեստական Սփյուռք ստեղծել ու այդ Հայաստանից հեռացած հայերներ վատ կյանքի առումով, որովհետև քոչած սերժական տգետներն ու խուժաններն են կառավարելու ձեղեր, այս մարդիկ թողնեն գնան արտերկիր,
ձևավորվեն որպես սփյուռք, հետո էլ տենց հպարտ կայլեն, որ իրենք հայ են։ Շատ ուժեղ ձևակերպում է, գիտեք։ Իսկ ձեր մտքով չանցել, որ այդ Սփյուռքում հպարտ քայլելու փոխարեն կարելի էր Հայաստանի Հանրապետություն ամրացնել։ Իմիջիալոց այդ տասնամյակներով որ դուք ռազմավարական գործընկեր եք ստեղծում, այդ ձեր ռազմավարական գործընկերը մինչև այսօր Հայաստանի Հանրապետության տարածքները չի ճանաչել, սահմանները չի ճանաչում։ Չի ճանաչում իր հապկի սահմանները։ Դուք ինչ Հայաստանից ու Արցախից եք խոսում։ 004 շրջաբերականը, որը Հայաստանի ու Արցախի ճակատագրերը նույն ձևով պիտի լուծեր, այսինքն ամբողջովին ազդվեր խալխին, ուրիշին։ Կոնը չէ, այդ ժամանակ երևի ավելի հպարտ կֆրֆրեն, չէ՞, սփյուռքի հայերը դրսում։ Ինչի՞ մաս, այդ հիմա են շատ հպարտորեն շրջում, որովհետև վերջապես սկսել են Հայաստան բառը լսած լինել օտարերկրացիները։ Ասում ես Հայաստան մոտավորապես հասկանում են, որ ոնց որ դա պետություն է։ Դու ինքդ պիտի որ եղած լինես Հայաստանից դուրս։ Որտեղ են իմացել Հայաստանն ինչ է։ Դու Ամերիկայի նման, դու Լոս Անջելեսի նման տեղը կարող ամերիկացուն ասես, էլի չիմանա ինչի մասին է խոսքը, ինչից եք խոսում դուք։ Թե դուք ձեզ որ նստել երկել եք, բան, աշխարհը մերն է, բան, աշխարհի կեսը հայերն են, ստեղծողը ծնողը, բան, դու որոշել եք, որ դա աշխարհը ջոգել է, ուտես պրեզիդենտ է գալիս։ Ինչ աշխատում սփյուռքի հայը հպարտությամբ էր քայլում։ Նորմալ երկիր լիներ, սփյուռք չունենայր այդպեսի։ Վաղուց պիտի անգամ այն հին սփյուռքահայերին, ովքեր որ արևմտյան Հայաստանից գաղթականների ընտանիքների սերունդներ են, անգամ նրանք պիտի վաղուց վերադարձած լինեին։ Կամ ասենք ըստ ցանկության։ Այս ինչ հիմար մտածելակերպ է։ Այդ որտեղ են հիմա գլուխները կախ ֆրֆռում, որ։ Բխեն գլուխները կախ ֆրֆռում, որովհետև Հայաստանը պետություն է դառնում։ Բայց այն ժամանակ որ թողնում գնում էինք Հայաստանից, դու ես էլ հետները մի երկու անգամ էլ ես եմ ոտս դուրս դրել։ Բայց չէինք մտածում, բայց Արցախը ինչով է պահվելու, ո՞նց է պահվելու։ Խուսափել ենք հարցերի լուծում գտնելուց բոլորս թողել գնացել ենք, ճարը գտել ենք գնալը, կամ ճարը գտել ենք լռելը, կամ համենայն դեպս ոչ այնքան ակտիվ պայքարելը, վախենալը, ամոթ է ամեն ինչը խոստովանելը։ Եթե ես խոստովանում եմ դա, գիտեք որ պարագայում, երբ որ ոչ այնքան էլ չեմ վախեցել, երբ որ այնքան էլ ինձ համար всё равно չէր, բայց ես միևնույն է, սա խոստովանում, դուք պիտի խոստովանեք ու խոստովանեք։ Բա պիտի խոստովանեք, որ իմանաք ապագայում ինչպես վարվել, որպեսզի իմ բաները չկրկնվեն։ Շարունակենք, հաջորդ ինչ ասում։ Հա, ասում է, այ բանը, եկեղեցի գնացող հավատացյալը, չգիտեմ, որտեղ այս երկրում որտեղ ես ինչեր է խոսում։ Եկեղեցի գնացող հավատացյալը Հայաստանի Հանրապետությունում Պետրիշ Ներսիսյանի կառավարման օրենքարը հաշվեն քանի աղանդա ավելացել։ Քանի աղանդա լծվել։ Ամեն թեմում քանի հավատացյալ կան։ Այդ հավատացյալներից քանիսն են առհասարակ հավատացյալ։ Եվ քանիսն են բերովի, որպեսզի հանկարծ կողքից մարդ մտնի եկեղեցի, տեսնեն, որ եկեղեցում մարդ կա։ Էլի այդ նույն ձեթով բրնձով խափում պահում եք տարիքով կանած, որպեսզի մարդիկ տեսնեն, որ եկեղեցում մարդ կա։ Դες թույն մի հատ բեսսապ քրիստոնյա ժողովուրդ ենք մենք, պաստորեն, իսկապես։ Ու հանկարծ Նիկոլն եկավ մեր սա հիշողությունները, մեր կարդացած Աստվածաշունչը, մեր Աստվածաբախ հոգին, չգիտեմ ինչ արեց, խորտակեց։ Բարի մի հատ ելնենք հարցում անենք, տեսնենք որքանով ենք մենք հավատացյալ, որքանով ենք քրիստոնյա առհասարակ, հələ հավատացյալ լինելը մի կողմ։ Ու այս ամեն ինչը եկեղեցին ոչ թե կարող զավթացների մեղքն է։ Բայց հավատացյալների մտքով չեր անցնում, ոնց կարելի է անմիջապես պատերազմից հետո դուրս գալ պետության դեմ։ Այդ ժամանակ սահմանադրություն հիշող չկար, որ պետությունն ու եկեղեցին անջատեն։ Այդ ժամանակ չէիք հիշում, հիմա լավ եք հիշում։ Բա կարգալույց եղած չգիտեմ, ով հանկարծ չհանդիպի, երբ որ գնում ենք եկեղեցի, ով է կարգալույց արել։ Ավազակը։ Եթե քո համար ինքը սրբազան է, ես քո կարծիքով, եթե իր անունի կողքը գրում է ամենայն հայոց կաթողիկոս, քո ջոգելով իսկապես ինքը տենց ամենայն հայոց, հա, ամենայն հայոցը խաբար է, նա ոնց է դարձել առհասարակ կաթողիկոս։ Իր կաթողիկոսության ժամանակ քանի անգամ ինչ ժողովներ արել, ամենայն հայոցը, այդ նույն ժողովուրդը, տեղյակ է առհասարակ ինչ ֆինանսներ են մտնում, ինչ ֆինանսներ են դուրս գալիս, ոնց են ապրում կանոնները։ Այդ ամենայն հայոցը, հեչ երբևէ այցելել է 44 օրյայում աշխանդաբություն ձեռք բերած որևիցե ընտանիքի, որևիցե տղայի։ Զինվորի դու լավ այցելել է բուժ կենտրոն, ապեր գոսպիտալ մի հատ այցելել է այդ ընթացքում, թե չի այցելել այդ ամենայն հայոցը։ Քո համար ամենայն հայոցը, իմ համար ամենայն հայոց հաջաթենի ով այն ես իմ ով արա։ Վատ եք դուք։ Բանա, պատերազմից բանա, պատերազմի մասին։ Էլ եմ կրկնում, շատ ուժեղ է։ Ասում ենք ժողովուրդը խենք, արա ասում ենք Քոչարյան Ռոբերտ կամ Սարգսյանը, արա խենք վատ ապրում, խիա վատ վիճակ Հայաստանում, քեզ ինչ բանը չի արվում, ինչ բանը չի արվում։ Ասում են, վատ է սարը պատերազմող երկիր ենք, ոնց անենք, կայնեք, բանա։
կայնեք, ապերեք, պատերազմող երկիր ենք, հիմիկվա դրությամբ խաղաղությունը, այսօր իշխանությունը ասում է խաղաղություն, ասում չէ, ասում է խաղաղություն չի, խաղաղություն մեր ժամանակ է։ Արա բա որ ձեր ժամանակ խաղաղություն էր, խիք խաղում ասում պատերազմը։ Մեկ կողմ նորոշվեք, արա։ Կամ մինչև օգոստոսի 8-ը։ Քանի զինվորը, այդ որ ասում եք պատերազմ չի լինի, եթե ուրիշ ընտրվի։ Ուրեմն ասեմ, մինչև օգոստոսի 8-ը անընդհատ սահմանային դեպքեր են եղել։ Անընդհատ ճնշումներ են եղել, օգոստոսի 8-ից մի որոշ ժամանակ առաջ մինչև։ Անընդհատ Ռուսաստանը Ադրբեջանով փորձել է մեզ ճնշի, որպեսզի մենք միջանցք տանք։ Ձեր նմաններն էլ դուրս են եկել, մշտապես ասել, սա միջանցք է տալու, որպեսզի հանկարծ եթե Ռուսաստանը կարողանար հաջողել, դուք այստեղ դա կծեիք նույնպես իշխանությունների վրա ու դուք այ կառուցարող տեսնեք Հայաստանի վրա գրեք ծայրակատար, ձեր համար ապրեք ձեր հայկական տարածքում, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունում։ Բայց ո՞ւմ հարց չի առաջացել, աղջիկ ջան, ինչ էին այդ կրակոցները, արա։ Մինչև օգոստոսի 8-ը, մինչև ձեռք բերվելիք պայմանագիրը, ինչ էին այդ կրակոցները։ Որովհետև Միացյալ Նահանգները արդեն մտավ, չէ՞ տարածաշրջան։ Բայց եթե հիմի Միացյալ Նահանգները չի աշխատելու, ռուսամետ ուժերը չի աշխատելու, դա մոռացեք, չի աշխատելու։ Որովհետև ինքը, եթե դու ոչ մի բան չգիտես, ես մի քանի բան գիտեմ, Միացյալ Նահանգները ամեն ինչը գիտի այդ ուժերի, հանգիստ եղեք, չի աշխատելու։ Բայց թող Ռուսաստանը կարող էր նույն բանը կարգավորել, իմիջիայլոց առաջարկել սկզբից իր հետ Իրանը եղել։ Բայց թող աներ։ Բալիևին կարողանում է զսպի, ասում է ոչ մտեղ էլ չկրակեք իրար վրա, ես էլ փաստաթղթեր գրում, ստորագրում ենք։ Իմիջիայլոց հենց արդեն այդ Արցախի էթնիկ զտումից ահագին հետո է։ Դուք էլ այդ ժամանակ սա միտինգներ եք փորձում անել։ Բայց ժամանակ Ռուսաստանում էր, քանի ամերիկան չկար, Ռուսաստանն էր, չէ՞։ Բայց խեին տղեր կսողում սահմանին։ Որպեսզի սադրեն սկսի պատերազմ։ Հիմա եթե տրիպը չլինի, եթե իշխանությունները նույնը չլինեն, եթե տրիպը չլինի, ոչ ես շարունակությունը տեսնում, չես տեսնում որ ռուսականի հետ ենք աշխատում, չէ՞։ Ուրեմն լինելու են կրակոցներ, մինչև որ սադրվելու են ու լինելու են բախումներ ու պատերազմ։ Ասենք բարթես ամեն, էլ ոչ մանրամասնենք որ հասկանալ։ Անայից ո՞նց բացատրենք քեզ որ հասկանաս այս ամեն ինչը։ Կամ քո հետևորդներ ես, որ մի 15000 հոգի ազդված մտել լայքել է։ Յանիմ դու ճիշտ ես ասում։ Անհեռատ ես Միքայելից այն կողմ չտեսնողները։ Վերջին մի քանի ամիսն են սկսել եկեղեցին գնում Փաշինյանի շնորհիվ։ Հա, ճիշտ ես ասում։ Ադրբեջանի պահանջարկը, ասենք, ինչ եղավ օգոստոսի 8-ից հետո, որ այս սահմանին փարթութու զոհեր չունենք, ինչ եղավ։ Այն ինչը որ չկար մինչև այդ, չէ՞, իսկ ինչը կար մինչև այդ։ Այդ 20 տարիների խաբար չես եղել, քանի զոհ ենք տվել սահմաններին։ Ադրբեջանը խեր անընդհատ կրակում մեր զինվորներին։ Իսկ մենք իրավունք չունենք հակադարձելու, դու տեղյակ ես գոնե թե չէ։ Բայց ժամանակ ասեիք բանա, Քոչարյանը հրամանա տվել որ չկրակեն, կամ Սերժը հրամանա տվել որ չկրակեն։ Բա ասեիք մեկը։ Ես իմ կյանքից ես օրինակ եմ բերում, պատմել եմ այդ պատմությունը։ Արա Ասկերանում էի։ Դե 6 ճաստ եմ բերել, որտեղ էլ մեկը Ասկերանն է։ Ասկերանում Ղարաբաղի պոստերում էինք։ Ասկերան չէ՞ Ղարաբաղի պոստերներ բան։ Ուրեմն Ուհերնենոց դե հարուսանատ պատրոնը, հետներս մի շաբաթ փաուտելիք, մի խոսքով։ Այնտեղ ինչ այնշի մանրամասները շատ չմտեն։ Մեր պոստն ու թուրքի պոստը շատ մոտիկ էին իրար ու մեջտեղով բաղեր էր գնում։ Այսքան այնտեղից դիվերսանտը մտնում էր, կոմոդելում էր, դու չէիր տեսնում, բաղեր։ Մի խոսքով նորելի պոստը կանգնացել, թխկոս լսվեց, այդ ուղղությամբ ձեն տվեցինք, նշանաբան ուզինք չասեցին, կրակեցի երկու հատ։ Կրակեցի, լռությունը անցավ։ 97-8 թիվն է։ Վախվեր եկանք ճաստ, էդի բազայից կապվեցին են տապիկով, բանա, էդ ինչ կրակոցեն, հիմա ինչ են ճաստ պատրոնները հաշվելով պիտի հետ տան։ Հաշվում եմ իմ երկու հատ պակասա։ Ասում բա ուր են երկու հատը, ասում դե կրակել եմ ուրա։ Ո՞նց է կրակել, խես կրակել, ասում բաշկից բան երևաց է կրակել եմ։ Ասում աշկից բան երևաց է կարող խփել։ Որս արավից տարան կուբախտ։ Տարան կուբախտ, 10 սուտկա ասեցին, մի 3-4 օր պայեցին, այդտեղից տեղափոխեցին ուրիշ ճաստ։ Հասկանում եք դու։ Թուրքի դիվերսանտը գալիս մտնում էր ժամանակ, այնքան էլ լինում տղեկին ցել լում էր որ հանգարց նկատում էին ուժ էին նկատում մի բան էլ վնասում էր ունի։ Բայց ժամանակ ինչ հելնենք ասենք Քոչանը հրամանա տվել չկրակենք, մենք ըմբռնումով ենք, չէ՞ որ ասում ենք երևի, այ դե երևի չի կարել, էլի ես շատ գիտեմ, էլի։ Որ ասել եմ կարող եմ մի բան գիտեն, ես շատ գիտեմ։
Только դատեին բանջան անջան դատեին էդ ինչ այդքան այնպես էս պատմություններ կես որ մի օր դնեմ ծերիս էր բարակից պատմեմ դա ջեսի ինչ էր մի խոսքով բայց ժամանակ մեկը թելեք ասի կարա խմբի չկարակի այդ վակա թուրքը չէր թե ժամանակ Արցախ չէր ինչ չէր մեկ էլ ամենա վերջի հատվածում այ ով որ գա նրա համար դժվար է լինելու որովհետև նա պետք է այնպես անի որպեսզի հայը հային կրկին սիրի իբր մի հատ շրջան է եղել որ հայը հային սիրել է ուշքը գնացել է էլի սաղսաղին սիրել է հիմա էլ բանա ուրեմն ասեմ բայց մտեք համացածը նայեք ամենաագրեսիվ երևույթներն եք ամենաագրեսիվ ոչ բարև ոչ բանուց մարդուն վիրավորելով մեկնաբանություններ եք անում ու արեն միշտ արա դուք եք ժողովրդին նայ հասարակ բան այդ օրինակը ով բեմը ասում բայց դուք հեղափոխության ժամանակ որ դագաղներ եք տանում չգիտեմ ինչ է ուրեմն նայ նախ է դագաղի պատմությունը ես պատմել եմ այնտեղ մի հատ դագաղ է եղել հետո ես ոնց հասկացա հետո այդ տղին ծանոթացել եմ մի 3 տարի առաջ ծառի թաղում մի հատ թեմա է լուսաբանում հետո տեղ եմ ծանոթացել ինքը դագաղը գործ տղա է այո մեկ տենում է այդպես մոմենտը մի հատ դագաղ վերցնում է ծաղրելու համար ինչ ուստում է բան միտինգ ասենք դες բաները երբ որ տասնյակ հազարներով մարդիկ անցես կարող կառավարել բայց անգամ դա կոնկրետ քաղաքական գործ չի երուղված հասկանում եք ոչ թե ժողովրդին այսինքն հեղափոխությունը չի եղել ժողովրդի դեմ եղել է այն ապուշների դեմ Իմի քո համար լավն է իմ համար դավաճան է բայց եղել է դրանց դեմ դուք նոյեմբերի 9-ից սկսած այս ժողովրդին այս ժեխից սկսած ինչ ասեք դավաճան թուրք է աշխարհի հայ հոյանքներով է ժողովրդից սկսած խոսել դուք ձեզանից որևիցե մեկը այդ վաղ ոչ հիշեց աստվածաշունչը ոչ հիշեց այդ ժողովրդի մեջ քանիսն են հենց Արցախում զոհվածների ընտանիքների անդամներ կամ կրված տղեր քանիսը որն են ինչն են ձեզանից մեկը այդ ժամանակ չհիշեց որ դա ատելություն է սա ինչ չի այս նոր եք հիշե Դες զգացել եք ձեր կաշվի վրա ինչքան վատ է երբ որ քեզ ատում են Ես ինքս դեմ եմ ատելությանը բայց կներեք ինտերնետ եք տեսնում երբեմն ոնց եմ հունիցս դուրս գալի որովհետև որոշ դարմայետներ մտնում ոչ թե բանավիճում են հետո ոչ թե հակասում են քո ասածին դրանք նորմալ բան ասենք աննորմալ մատը կարա ասենք վատ վերաբերվի քննադատության բայց այլ մտնում կոնկրետ վիրավորում են ու դա դուք եք արա Եվ եթե այս թևից մարդիկ կամ որ իրանք էլ մտնում ձեզ են վիրավորում, որովհետև այս տեղներն եք հասցրել։ Բայց ժամանակ մեկը թրելն եք սիրուց խոսայք, ես ինչից խոսայք։ Ասեք չի կարի ժողովրդի ինչ գործ ունեք, Նիկոլին եք կրվում, գնացեք Նիկոլին կրվեք։ Չգիտեմ, ԿՊ-ին եք կրվում, գնացեք, ես ինչ եք անում։ Գնացեք արեք։ Ինչ գործ ունեք ժողովրդի հետ, ովքեր գուցե սատարում են, գուցե հավատում են, գուցե սիրում են, ինչ մեղավոր են։ Դե ձեր ասած մարդկանց պիտի սիրեն։ Բանն այն հնադարն է, էլի, որ բանա Հարցոփեսան պիտի իրար տեսած չլինեին, առաջին իրաց տենալը հարցանեկի սեղանի շուրջը։ Գժի տարա արա։ Սիրեք ձեզ ով խանգարում սիրեք։ Այո, այն սիրի։ Այսա թազա բան է, էլի։ Յանի ես քոչարանը մեռել այն սիրելով։ Ես էլ այն ժամանակները մեռել եմ Սերժին սիրելով, ու տենց ապրել ենք յանում, էլի, ոչ ոք չի հիշում, էլի ինչ էր կատարվում։ Այդ ատելությունը այդքան սերմանած չլինեք, հեղափոխություն չէր լինի, պիտի լինի։ Իսկ այդ ատելությունը ինչի՞ց էր գոյացել, որովհետև արդեն ամեն հատիկ մարդուն, ամեն մի հատիկ մարդուն իր ճակատագրին կպել են քո սիրելիները։ Ու այդ ժամանակի միջանոց եկեղեցու հեշտ տանձին չէ, բանի, այն կտրիչի։ Բացարձակ իրան հետաքրքիր չէր ինչա կատարվում։ Ճիշտ հակառակ, քաղաքական կոնսենսուս այն աղբերն էլ գնացել 10-ին ելույթ ա տվել, բանը, եզրասը, չեղածը։ Մենք քաղաքականության մեջ չկա, դո լավ է արա։ Բայց Հայաստան դաշինքի ֆլայերները վեհարանում խփած, այդ ինչի մեջ եք դուք։ Կամ երբ որ Քոչարյան, Սերժ, Լևոն, Կտրիչ հավաքվում էին, կոնսենսուս մինուս 1, ինչի մասին էր կոնսենսուսը, բլոկ պիտի խաղային արա, որ կոնսենսուս մինուս 1-ին անում, քաղաքական պրոցես չէր էդի։ Կամ մի հատ կարանք իմանանք, Տաշիր Սամոն вообще խի եկավ հասավ Հայաստան, երբ եկավ հասավ Հայաստան, որ փարագային եկավ հասավ Հայաստան, երբ հանկարծ հիշեց արցախցիներին և հայ ժողովրդին, որ պետք է փրկել նրանց զիջարեն, երբ որ արդեն կպան ջեբին, Արցախը էթնիկ զտման էր ենթարկվում 23 թվականին, 10 Տաշիր Սամոյի ոչ գվվոցներ ելնու, ոչ բվոցներ ելնու, մի հատիկ հայտարարություն չի արել, մի հատ իր ծանոթություն էր, որ ոնց ասում Նարեկը նա միջազգային գիտեք ինչ գործընկերներ ունի, արա մի հատ այդ գործընկերներին խոդի չի տվել ասի տղեկ, ինչ կարանք անենք, հիմա եկել են միլիոները տապելել են դուրս, գիտեք, եթե մենք գանք, Գևորգ էր Պապոյան լավ գրել, գնացեք այդել են ջերմոցներում, ջերմատաներում, ինտերվյուներ են տալիս, հնովում են այս իշխանություններին, Գևորգ Պապոյանը շատ լավ էր գրել, այս մահլա ասեք այդ ջերմոցը որն է,
կոնկրետ տեղ ասեք, մենք ասենք պետությունը, այս սրվա իշխանությունը, այդ ջերմատունը կառուցելու համար ինչքան փող է տվել։ Նոր հիշում եք, որտես բաներ կա աշխարհ։ Այդ Հայաստանում տեսակ, իմացաք կամ հիշեցիք, ոնց հասկանաք։ Էլա տեսնում ենք, էջերները փակել են բանի համար, fake գործարաններ ունենալու համար։ Մի 10,000 հոգի նստացրել են, երկու հատ ինկուբատորից, ցած հրահանգը տվնուցվում է, ու տենց այդում է։ Սրանց խելքին նայ։ Ունեն արհեստական բանականությունով ժողովրդին դիմող բան, առաջնորդ։ Հələ քաղաքացիություն մի կողմ։ Երկու բառ չի կարող է իրար կապի։ Չի կարա դրա համար չի խոսում։ Իրա բախտը բե ինքը ուրախ է երջանիկ է, որ կարող է հլկրուտի տնի, ասի ախպեր դեպ չգիտեմ, բագի տակեմ չեմ կարող խոսամ։ Չնայած հակակոռուպցիոն կոմիտեն ընդդեղից ասում ախպեր ջան, մենք խնդիր չունենք։ Ինքը արկելանքի տակ չի, կարա խոսա։ Նիկոլ Փաշինյանն ասեց, եթե հերախոս չունի, չիպ չունի, հերախոս համար չունի, դա ամեն ինչը բարանեք աջակցենք դրանով։ Թող գնա խոսա ինչքան ուզում է։ Հա։ Բայց չէ, արհեստական բանականությունը վարա, բաբոր մի բան բլտեցնի։ Երկու նախադասության մեջ 5 հատ բլտոց անել է, բայց այդ տեքստը որ ասի ինչ կլինի, մինիմում ծմակ է դա։ Բանա։ Դե արհեստական բանականությունով այդ տեքստը ասում է, արհեստանական բանականությունը ծափահարում է, եւ արհեստական բանականությունը ֆեյքերը լայքում են ու ասում են էսի հիանալի է։ Հիմա եղվել է, որս միջազգային կառույցների հարցման իրանք ընդամենը 11% համակիր ունեն։ Չնայած 11%-ը սարսափելի մեծ թիվ է իրանց պարագայում։ Այսինքն մեր պետության 11%-ը, մեր քաղաքացիների 11%-ը համաձայն է, որ արհեստական բանականությունով իր հետ խոսա առաջնորդը։ Այսինքն Նիկոլը կարա չշփվի вообще ձեր հետ։ Այո, կարա չշփվի, ոչ մի բան չանի։ Դուք գոհ կլինեք, դուք նախընտրում եք դա փաստորեն։ Գժի դարա։ Որովհետև Գելապով ուրիշ տիպ է խափած ասած եղի։ Գելապով իրանք вообще 100% զեն ունեն երևի։ Գելապով հարցում են արել երևի այնտեղ գրած եղել Գլեր Սարգսյանն էլ է բանը։ Ուժեղ Հայաստանի ինքնավյան։ Այ քեզ բան։ Եթե ուզում եք ինչ-որ բան փոխվի, պետք է պատասխանատվություն պահանջել նաև ներքին օղակներից, ջեկերից, թաղապետարանից ու բոլոր կառույցներից, որոնք պարտավոր են իրենց գործը ճիշտ անել։ Տես Դանիել ջան, ես համաձայն եմ քեզ հետ, բայց կներես անում են այնքան ինչքան անում են, ինչքան կարող են անել։ Մեջներ կլինեն անբարեխիղճ աշխատողներ, բնականաբար միշտ ու բոլոր տեղերը դա կա։ Միշտ ու բոլոր տեղերը։ Բայց հանուն անկեղծակ պիտի ասենք, որ նու ջեկերին մի կողմ դնենք, ջեկերի մասով դա խայտարակություն է։ Բայց ասենք թաղապետարանների մասով ինչ խնդիր կա, ինչ կա։ Ինչքան կարան այդքան անում են։ Կարող են ավելին, երևի կարող են որոշները նաև ավելի, չգիտեմ։ Բայց կներես մեր երկրում, մի երկրում, որտեղ միջավայրը այնքան փտած է, որ Աչքովս ընկավ 3 թե առաջի օրներ հաղորդման ժամանակ կարդացի։ Մարդիկ ռազմահայրենասիրական բան են բացել, հասարակական կազմակերպություն, գնացել մարդկանց հաշմանդամ տղին, իր համար հաշմանդամ դարձած, իր երկրի համար հաշմանդամ դարձած տղին համոզել ձեռից փող են վերցել 3-4 միլիոն, թեյպր այդքանը որ տաս, նենց կանենք, որ իմ քայլի հիմնադրամից քեզ մի 40 միլիոն փող կտամ։ Դու նա ինչ են խոսացել։ Այդտեղ համ իմ քայլի անունն են գցել, համ հաշմանդամ տղին են թալ անել։ Բայց իրանց որ նայես, երևի սա բան, թույն հայրենասեր տղեկ են, հաստատ իրանց զինվորի կողքին, պատկերացնում եք, չէ՞, ինչ նկարները հրապարակած կլինեն, ինչ հրած կլինեն։ Ինչքան մարդ ասած կլինի, բայց ես ձեր կյանքին մեռնեմ, դուք ինչ հայրենասեր տղեկ եք։ Ոչ, պետությունը սկսում է նախ եւ առաջ պատասխանատվության զգացումից։ Քաղաքացին պիտի ունենա պատասխանատվության զգացում։ Ես այդպես եմ կարծում։ Պատասխանատվության զգացում, ցանկացած քաղաքացի, կապ չունի, տրոլեյբուսի վարորդա, էլեկտրիկա, մեխանիկա, վարչապետա, ժամանակավոր գործազուրկ կա, կապ չունի, առաջին հերթին գործունի պատասխանատվություն։ Եկեք գնանք, հենց թաղապետարան գնալ է, այդ թաղապետները, ասենք, որ դպրոցն են գնացել, որ ինստիտուտն են ավարտել, քո ասած, պետական չինովնիկները, այն որ ասում ես միջին օղակի, լավ, հասկացանք։ Այդ միջին օղակի սա մասնագետները 90%-ը 5-10,000 դրամով զաչոտնիկով գնահատական են ստացել։ Բոլոր տարիներին։ Բարի գնանք ճարենք, հենց տեսնենք ով կա մաքուր։ Կարող է բարձրի տակը շատ չնչին տոկոսն է մաքուր։ Ուրեմն պետքա ժամանակը տալ, այո, այդ ժամանակ արժի։ Եվ պետքա իրար միշտ շուտել, պետքա բացատրել, շփվել, զրուցել։ Բայց ո՞նց է, ասենք, օրինակ տեղեր կա, լավ է, որ թաղապետը իր գործը անում, օրինակ մեզ մոտ։ Ես չգիտեմ որտեղ ոնց է, մեզ մոտ մեր թաղապետը հասանելի է, ցանկացած հարցով կարող դիմենք ինչ հնարավոր է լուծել կամ ինչ է գոտում է, որ լուծում է։ Իսկ չէ, եթե մեզ
բաներ կան, դրանք արդեն դեպարտը մեծ ծախսեր են через քաղաքապետարան, через կառավարություն ուրիշ ձևալուծում։ Մենք պիտի սկսենք հասկանալ առանց այդ պետությունը ինչ է։ Ամեն ինչ սկսվում է անձնական պատասխանատվությունից։ Ես Ռիչարդ Մադենյանը իմ շատ լավ ընկեր։ Նրանց թույն բան ասեց, ես մինչև հիմա այդ մտքի տակ եմ, լուրջ եմ ասում։ Այդ միտքը ինքը 3 տարի, 4 տարի առաջ է երևի ասել։ Չեմ հիշում, կարծեմ անգամ հաղորդմանս է հյուրը տենց զրուցում ենք։ Կամ էլ մասնավոր տենց նստած ենք եղել զրուցել ենք։ Ասես գնել պատկերացնում ես, եթե ամեն մեկս մեզ վերաբերվեինք որպես գեներալի հետ։ Ասենք որոշենք, որ գեներալի հետ ենք վերաբերվում, երբ որ մենք մեր հետ վերաբերվում ենք։ Ես լուրջ եմ ասում, այդ միտքը ինձ երկար հանգիստ չի տվել ու մինչև իմի։ Այսինքն խոսքը դու մեր ցամփոր գեներալների մասին չէ, էլի։ Գեներալը պունկտուալությունը, զինվորական ճշտապահությունը բանը չէ, այս ամեն ինչը էլի կեցվածքը, հոգին, ֆիզիկականը, միտքը, սուր եւ այլն, այս ամեն ինչը էլի։ Մենք մեզ տես վերաբերվենք, պատկերացնում եք։ Նենց որ Անահիտ ջան, քեզ խորհուրդ կտամ, այսպես բաները չի աշխատելու, բացառվում աշխատի։ Մյուս անգամները, եթե շատ ես ուզում, կարամ համահունչ, դինամիկ, երաժշտական ֆոնով, տարբեր կադրերով, բաներ տեղադրելով պատասխանեմ։ Մենա, մեկն էլ կար այսօր, եկել է գրառմանս տակ, ինքնա հաստատվում է, գիտի Անժոյի բուտկեն է իր համար, որը մեջ Անժիկի բուտկեն գցած է, ինչ մուտիլով կա ասես արել է, մտել է իր մեջը, արա, էդ ինչ խասյատ է, մտնեք մարդուն վիրավորելով, դու թուրքի դեմը խոնարհվող չգիտեմ ինչ ով ես։ Արա, ես ախր որ սկսես ասել, կամ բլոկելու են, կամ ասպես արա դե կնանիք նայում են էլի։ Չասես, չի լինում արա։ Երկու հատ բշտում ես, ներվում են, որ բշտում ես։ Մինչև վերջ չի հասկանում, որ քեզ բշտել է ինքը։ Չեն հասկանում, լուրջ եմ ասում։ Քանի անգամ են պարզել, որ իրենք չեն հասկանում, որ դրանով քեզ վիրավորում են։ Դալբայով են որովհետև։ Դեբիլ արա։ Ես ով ասած սաղին միտեղ ծնեքած է արա։ Ես շատ գիտեմ ով է սրանք։ Այ դեք, այդ ագրեսիայով գալիս մտնում եք մեզ կոչ եք անում, որ գան թող հային սիրի, թող սիրի։ Դաշնակներն են, հերթական անգամ բան ենք, չէ՞։ Ազգի փրկության, որ պետք է ազգին ոնց անել, ինչ անել, բանիլ է։ Այս դաշնակները որ բան են անում, որոշում են մի բան անեն ազգի հետ, անպայման վատ բան ասում, պետք է ուշադիր լինել։ Կներեք, եթե ինչ-ի բլոկել մի հատ նայեմ, էլի այդ խոսույթը մի հատ ֆիքսեմ, որտեղ երեք ասում ժողով դաշնակցություն մտավախություն չեմ մի րոպե։ Լավ, ոչ ազգին փրկենք, արա չէ, ուրիշ ձև էր, կարելի է։ Թե դաշնակցության էջներ հրապարակել, մի րոպե կներեք ժողովուրդ ջան, ես պիտի գտնեմ, այդ արտահայտությունն է հենց պետք էլի։ Սրանց իրենք գիժ են, մեզ են գժի տեղ ուզում դնեն, էլի։ Չասկսանք, դաշնակներ ձեր պաշտոնական էջը պասիվացել է, թե ոնց։ Չէ, չկա ստեղ, մի վարկան։ Կաղոց տեղա։ Սեղալմանիր, բան։ Լավ մի խոսքով, այդ իրանց բաներից է, էլի խոսույթներից է, պետք է ազգին փրկել, Արա, հələ մի կողմ դնենք, թե դուք ուր հայոց ազգը ուր, հələ այդ սաղ դնենք մի կողմ։ Ես ուզում եմ կոնցեպտին անդրադառնալ։ Ինչ է եղել մեր պետության մեջ, հայերի պետության մեջ ապրում են հայերը։ Ինչից եք փրկում։ Ինչից։ Նայեք, երբ որ Օսմանյան կայսրության մեջ էինք ապրում, կարելի էր ասել հայերին փրկել, ազատագրել, չգիտեմ ինչ անել։ Կարելի էր ասել դա, որովհետև դա օտար կայսրությունն էր։ Երբ որ պարսկական կայսրության մեջ էինք, էլի կարելի էր դա ասել։ Արախբեր անգամ սովետի ժամանակ, որ սովետական միություն էր, բայց դա ռուսական կայսրություն էր, էլի կարելի էր դա ասել։ Արա ընկեր, հիմա ապրում ենք մեր պետության մեջ, ինչ եք ուզում։ Դուք եք ուզում փրկվեք, գնացեք փրկվեք, ինչ է, գնացեք Մեքսիկայով սահմանացեք Ամերիկա ապրեք ձեր համար։ Ինչ եք ուզում մեզանից։ Օգնից ելնողը ազգին ես վիճակից անենք, որ վիճակից արա։ Իրա պետության մեջ է, դուք պետական ռազմավարություն ունեք, բարձրացեք, քաղաքական ուժ եք արա ձեր արևին։ Դուք պիտի քաղաքական խոսույթ կիրառեք։
Դուրս եկեք քաղաքական մի հատ առաջարկ ներկայացրեք։ Մի հատ քաղաքական ռազմավարություն ներկայացրեք։ Այդ ռազմավարությանը հասնելու քայլերը ներկայացրեք, առնվազն 2-3 գոնե։ Գառ-գառի պես նստել եք առավոտություն, չէ, վատա պիտի պրկենք, վատա, ախպեր, լավ, կարող է ես չեմ ճոգում, որ իմ համար վատա, ու դուք ուզում եք ինձ պրկեք։ Ախպեր, մի հատ ձեր քաղաքականապես կասեք, ինչի ես պիտի վստահեմ ձեզ, իմ անվտանգությունը, իմ կյանքը, իմ ամեն, ինչի պիտի վստահեմ ձեզ, ինչ եք առաջարկում։ 5 տարի ազգային ժողովում մի բան, չէ, մի անգամ մի հատ բան եք առաջարկել, այն էլ ապուշ բան էր։ Մարդու խնդալ էր գալիս, չենք ուզում լուսաբանենք, որ вообще խայտարակ չլինենք։ Արա մի հատ առաջարկ չեք ներկայացրել, 5 տարի է։ 5 տարուց 2 տարին առհասարական դե չեք եկել։ Արցախի դրոշը տնկեք, դրոշի հետևից էլ է փախել եք։ Մեկը կա անժիկի բուտկից դուրս չի գալի։ Ասում է բանը, ԿՊ-ի լոգոն թուրքական է։ Ու քանի որ թուրքական է, ԿՊ-ն էլ է թուրքական։ Ու եթե քանի որ ԿՊ-ն էլ է թուրքական, ու դու էլ իրանց աջակցում ես, ուրեմն դու էլ ես թուրք։ Ապուշի բանն է։ Դե ոչ, ինչ որ կար ասելու ասեցի, արդեն չի, բայց դու սրանց տրամաբանությունը նայ։ Ու սրանց հետևորդներ ունեն։ Եվ այսպես լսի, ոչխար։ Նախ մի հատ հələ միջև ինչի պատասխանելու, ասել եմ մի հատ այդ լոգոյի պաշտոնական բացատրությունը հրապարակի ստեղ է Սավովի կարդել, գալի չի ուղարկել։ Չէր սպասում որ դից հասկանա։ Նախ այդ լոգոն թուրքական չի։ Որ դուք դրել եք ասում եք էսի թուրքական կար չէ, տես նկար։ Այդ ժամանակ նրա բացատրությունը հստակ եղավ։ Երկրորդ, ցանկացած լոգո ըստ կանոնադրության ունենում է իր բացատրությունը։ Խի իմենը դες, ես գիտեմ, sense գալի ինչ նշանակում, sense է։ Ասեմ, դա ընդամենը սիրուն նկար չի։ ԿՊ-ի լոգո, քանի որ մի քիչ հինա։ Եվ որ ձեռները իրար տված է, չէ։ Ինք արտացոլում այն վերևի բանով մասից սարը։ Հասկանում եք։ Մի խոսքով, դա դրեշն է թուրքական բան։ Կամ պետրեգիստրն է հաստատել։ Այդ պետրեգիստրում է դուշ բարդակ է եղել։ Ասենք պատկերացրեք, ես մի կարամ մի հատ հասարակական կազմակերպության վրա Mercedes-ի նկարը նկարեմ, տանեմ ասեմ էսի հաստատեք, որ իմ ՀԿ-ի լոգոն է։ Կհաստատեն, չեն հաստատի, չէ։ Որ էդի թուրքական է, բա ո՞նց է մեր պետրեգիստրը հաստատել։ Օրլուղ։ Ապեր, ստեղ մեկը կա, ապեր, ստեղ քֆուր չենք տալիս։ Քֆուր չգրես ստեղ։ Իսկ քիչ է հետաքրքիր դու ես քրվում, ո՞նց ես քրվում։ Իհարկե ես գիտեմ որ ինչ չէ քրվում։ Բայց քֆուր вообще մի գրիստը։ Էսի դոգի եթերը չի։ Գնացեք մտեք դոգի եթերի տակ, իրար ինչքան ուզում եք, ես ինչ եք, ո՞նց եք ընդ ապրում, այտենց ապրեք ձեր համար, այստեղ քֆուր չգրեք։ Էսի դաշնակների պաշտոնական էջը չի, բան, հասկանում ես։ Մի խոսքով։ Եկեք ինչ անենք, այդ է ուզում ասես, Անայիսի այդ վիդեոին է ուզում ան, հա, մեկ էլ մի հատ sense բան տեսա, շատ տհաճ տեսարան է, ժողովուրդ ջան, երևի տեսել եք ավտոբուսի մեջ երկու երիտասարդ, որ կռվում են իրար հետ, ես կարող եմ մի պահ դնել այդ կադրը։ Այսօր է։ Մի խոսքով, սենց խփում են իրար ավտոբուսի մեջ։ Տղերք, ջահելներ ջան, եկեք մատ։ Ես ինձ հետաքրքիր չի խի եք իրար խփում։ Ոչ էլ ինձ հետաքրքիր ասեմ իրար մի խփեք, բան, Անայիսը չեմ ասեմ սիրեք իրար, բան։ Չէ, լավ կլինի որ առհասարակ հարգանք ունենաք, սիրեք որպես հայ, որպես դրգիր, բայց գիտեք ինչ է լավ բան չի։ Ավտոբուսի մեջ իրար եք խփում։ Հիմի այն մեկը իջնում է ավտոբուսից, այն մյուսը այնտեղից շարունակում գոռալ, այնի հետ է հեռնում, արա։ Ուզում եք իրար հետ կռվեք, գնացեք տալդատեղ, ինչ ուզում եք արեք արա։ Ինչ գործում եք այդ ավտոբուսի մեջ դες խուժանավարի եք պահում։ Այդ ավտոբուսի մեջ ձեր մերերից ոչ վատ մայրեր են նստած։ Այդ ավտոբուսի մեջ ձեր քույրերից ոչ վատ քույրեր են նստած։ Ոնց եք ձեզ պահում։ Ինչն եք ավտոբուսից այն տղամարդավարի։ Մենք էլ ենք կռիվներ արել։ Մեր հետ էլ է պատահել, որ շատ անհարմար տեղում է սկսվել վիճաբանությունը։ Մենք ապա ստոպ մի րոպե մարդիկ կան։
շենքեր կան, տներ կան, հələ չեմ խոսում եք իմ կողքներս կանգնած այդքան կանայք։ Շենքի մոտ չենք բազար սարքել։ Կողքստեղ մարդիկ կան։ Ես իջամին ես իշտեղ այդքան բան։ Հետո ինչ ա եղել, ինչ չի եղել, ամեն ձևեր եղել, տարբեր ձևեր եղել է։ Հա, չի կարելի ես ինչ է։ Ճիշտ դասիրակությունը։ Ո՞վ եք դուք։ Ես ինչ կարգի ձեր հետ Ստակացում եք լյուբոյի վրա, հա, նս կապ չունի, նս դուք ձեր բանը մանը, հա, չի կարելի։ Ու գիտեք, ես ես ջայլերին հետքն չեմ մեղադրում։ Այն որ մեկը որ մտել ստեղ քրֆում էր, քֆուր էր գրում, գիտեր իրաց տան մեջ ա գտնվում, ասենք երբ տնեցքի մոտ քֆրով ա խոսում, նորմալ է։ Ու Հայաստանում կան տենց ընտանիքներ, որ տան մեջ իրանք իրար քրֆելով խոսում են։ Հասկանում եք։ Այդպեսի միջավայր է ձևավորվել։ Մեր կոկել ապուշ լակոտներ կային, որ ամեն երկրորդ բառը քֆուրով, TikTok-ից մտնում է դա, սա դոգից բան սովորեց։ Այդ բաց հետևանքները, որ ասում են սրա հետևանքները հետո կտենեք, այ դա, ապուշնի էֆեկտները։ Սա դարձավ իրար խլեշարելը սովորական բան։ Հորասարի երթվելը անկապ բան, յարժի, յաչարժի։ Կանանց կնանիքի ներկայությամբ իրար խփելը սովորական բան։ Ինչ արը։ Եկես պետք է սենց բաների մասին զրուցել երևի, չգիտեմ։ Սա տղամարդություն չի։ Բա որ այդտեղ կողքներդ կանգնած մա թղի կին լիներ։ Վստահ եք, որ դուք ձեր հերերով հանդերձ այդ թղի կնոջ ամուսնու ձեռքից կպրծնեիք։ Ու ինչի պիտի հասներ ամեն ինչը։ Էլ եմ կրկնում, ես չեմ ասում մի կրվում եք, տղեկը հայր կրվում են, հայր բան են անում։ Ես դա վատ բան է։ Մեր խոսքով ժողովուրդ չեն։ Այս Անայեսի եթերն է ճիշտ ասած ուզում հակադարձել, ինչ որ երկար դարձավ զրույցը, բայց երևի նման բաները արդեն նյութերով արագ դինամիկ սարքենք գցենք, իսկ եթերը թողնենք իրար հետ հարց ու պատասխան զրույց անելուն, մինչև տեսնենք ինչ որ ես գիտեք կարող է ինձ օգնել ժողովուրդ ջան։ Ես մտածում եմ որպեսզի sense շատ չլճանա ու չձանձրացնի ժամանակի ընթացքում, չնայած արդեն ահագին ժամանակ է անցել, ինչ եթերները անում են գրեթե ամեն օր ու բանը արդեն ինքը ուզի զանձրացնում է։ Այ ինչ կրացիվ 1-2 տարբերակ, որ ասենք նմանատիպ պրոյեկտներ արվի, թեկուզ YouTube-յան բանով, մակարդակով։ Ասենք ինչ կուզեիք տեսնեիք, որ չեք տեսել։ Ինչ որ սես մի բան մտածենք, իրար հետ մտածենք, իրականացնենք ինչ է։ Եկեք այդպես առաջադրանք վերցնենք ու գնանք, որովհետև տարբեր թեմաների շրջանակներում օրինակ ես մտածում եմ ինչ որ ուղղություն վերցնել, պրոյեկտ անել, հենց կոնկրետ դատա իրավական համակարգի հետ կապված, կոնկրետ օրինակներով, կոնկրետ քաղաքացիների հետ կապված։ Որ տեսնեն թե ինչքան բացեր կա, քննիչներ, մննիչներ եւ այլն եւ այլն։ Ասենք տես չոտկի մենակ դրա համար շաբաթը թող 2 օր լինի, բայց տես լինի։ Պարզապես տեխնիկական հարցեր է պետք լինում լուծել, իսկ դա թանկաճույք է։ Բայց մի հատ որ լուծենք կգնա։ Ես կարծում եմ, որ այդ դիտումներով բանով, եթե հեսա մոնետիզացվի է, կկարողանանք որոշակի տեխնիկայի հարցեր լուծենք ու նման պետքական 1-2 պրոյեկտ անենք YouTube-յան, որ մնա։ Եթե կլինեն էլի առաջարկներ, կարելի է քննարկել, իրականացնել ինչ է եղել։ Այսինքն մենք մենացով որոշենք ինչ ենք ուզում նայենք, հա։ Այդպեսի մի բան փորձենք հələ տեսնենք ստացվում է, տեսնենք թե չէ։ Մի հատ էլ առանձին բլոկ ուզում եմ անել միայն համառոտ sense կարճ լուրեր կարդալով, ասենք որովհետեւ նյութ կարդալ, ասենք 1 րոպե, 2 րոպե sense էլի։ Տենց տեսանյութեր գցենք, բայց երևի մենակ էլ չլինեմ, ժամանակի հետ ներգրավենք երիտասարդների, թող իրանք էլ սկսեն ներկայացնել, մտնեն խոսակցությունների մեջ, թեմաների մեջ, հետաքրքիր է նրանց մտածելակերպը նույնպես, չէ՞։ Նենց որ եթե առաջարկներ կլինեն, Աննա Դալակյան, դա անդու ես չէ տեսը որստեղ ես։ Ես ուզում եմ քիչ երիտասարդներն էլ մասնակից լինես ամեն ինչին, հետաքրքիր կլինի։ Տես խառնենք իրար, մի բան կստանանք։ Հա, խորեն ջան, տենց էլ է պետք, իհարկե, շորթեր էլ է պետք։ Բայց այդտեղ արդեն մոնտաժնիկ է պետք լինում, բան, ես լսես։ Չգիտեմ, պետք է քիչ հասնել դրան։ Ու վստահաբար կհասնենք։ Ու հաստատ լավ կլինի։
Շնորհակալություն ժողովուրդ ջան, եթերը դիտելու համար, լայքելու, տարածելու համար, ակտիվ պահենք էջը, ամեն դեպքում ասում են, որ 1 ամիս ու կեսից, ոնց որ թե 2 ամսից ակտիվ բան լինելու, մոնետիզացվելու է, ճիշտ է, ես ինչ հնարավոր չի սպասել, որովհետև մեր վիդեո բաներ չեն, այդ երգեր չեն, կլիպներ չեն, որ շատ դիտումներ ունենան, բայց ամեն դեպքում էլի ինչ որ բան է, որ կարելի է ավելի լավ բաներ ձեռնարկել էլի։ Տիգրան ջան, ինչ կուսակցություն բաց է միանակ։ Լավ է, Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ եթերը դիտելու համար, բարի գիշեր։ Ամեն ինչ լավ է լինելու, հեշտ չմտածեք, չտրվեք այս սադրանքներին, սրանք հին խոսակցություններ են, հին գուսաններով ու աշուղներով եկել են նորից իրենք, ինչին իրանք էշ հավատացել։ Այնքան են սուտ ասել, իրանք են իրենց ասածին հավատացել, իրանք ապրում են այդ իրականության մեջ ու ուզում են հավատալ, որ բոլորը ով այդ իրականության մեջ չի ապրում, ուրեմն թուրք է։ Իրենց սրանց մեջ է դա։ Ով ուզում է գլխներից փորձանք բերի, հիշացնում է, որ թուրքը մեր թշնամին է։ Հասկացա՞ք։ Լավ եք, Ժողովուրդ ջան, բարի գիշեր ձեզ։